նախագահ։ Ես դրա վերաբերյալ ուզում եմ մի բան ասել, որ շատ լավ կարվում է գործը, շատ լավ ներկայացվում է, բայց ցավում եմ, որ մարդուն ազատությունից զրկելը եւ նմանատիպ ձևով ներկայացնելը դարել է որոշակի կառույցների համար ուրախություն, երջանկություն եւ ասենք գյումրեցիները լավ էին ասում, լավ էլ չեմ ասում այդ սկզբունքով, անցնեմ փորձի բուն նպատակի։ Ուրեմն ոչ տեսել եմ այդ Սևակ Կոմցյանի երեսը, ոչ ճանաչում եմ, ոչ ինքը ինձ տեսել է։ Ուրեմն այդ Սևակ Կոմցյանի եղբորը մոտավորապես մի հեկտար հող են տվել, հիմա տարի գործարան է ստեղծել։ Մի հատ կանչեք նրան հարցրեք։ Մի հատ Pepsi Cola պատիվ տվել է, թե ոչ։ Այդ տարածքը տրվել եմ այն ժամանակ 12-10 թվականին տրվել եմ Արամ Խաչատուրյանին, այդտեղից հանել եմ մոտավորապես 20 հատ տնագներ եւ մարդկանց բնակարան են տվել։ Ինքը վաճառել է այս տղային։ Այդ ժամանակ ուրեմն Արամ Խաչատուրյանը, որ այդ գոհար երջախումբը ստեղծողն է, այդ ժամանակ ասում է Երևանում այսքան հող վերցնեի 5 միլիոն 4 միլիոն հող կառնեին ձեռքիցս։ Հրեմատ կանչեք Արամ Խաչատուրյանին իմ անունովս երդում է ունում։ Այսօրվա դրությամբ այդ շենքը, որ այդ մարդիկ կառուցել են այդ Սևակ Կոմցյանը, հետո այդ մարդը խոմ հանցագործություն չի արել, այն չէ ինքը իր հետևից, որ նայում եմ էլի։ Մարդը եկել է քաղաքում ներդրում է արել։ Մեր նպատակը յուրաքանչյուր քաղաքապետի նպատակը նա է, որ քաղաքը կառուցվի նամանավանդ երկրաշարժից հետո։ Ինչ որ հիմա այդ քաղաքում կա, իմ ստորագրությունն է, իմ հատկացրածները։ Մի բան էլ այսօրվա կառավարությունը եւ նախկին կառավարությունը այնպես էին անում, որ փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանում չծաղկի։ Ինչպեսի որը ես բարձրաձայն ասել եմ մշտական։ Ինչպեսի որոշումներ են կայացել, ինչպեսի ուրեմն քաղաքապետի հատկացումը պտտվում է 13 գերատեսչական նախարարություններ եւ հետ է գալիս 2 տարի, 4 տարի հետո, որ մարդիկ երկրում շենք-շինություն չկառուցեն եւ փոքր եւ միջին բիզնեսը չխտանեն։ Եվ 90% քաղաքապետերն ու գյուղապետերը այս Հայաստանի Հանրապետությունում կատվում են։ Այս սա է խոչընդոտը։ Ինչ մնում է ուրեմն Գասպարյան Հենդրիկին։ Գասպարյան Հենդրիկը 13 տարի ինձ հետ աշխատել է։ Գասպարյան Հենդրիկը իմ աշխատավոճը տեսնելով, ուրեմն կյանքում ինքը բաց չի կարող բերանից բացի եւ ասի, ինչ մնում է այդ ձայնագրության պահով։ Ես այդ ձայնագրության պահով հիմա չեմ ուզում ասել, թե ինչ է եղել խոսակցությունը եւ ոնց են կտրել, սարքել, կարել ու բերել ներկայացրել։ Ես հիմա մտածում եմ, որ այս կառույցը ուրեմն կարող է թե ինչ-որ մի բան լինի։ Ես ուզում եմ դրանց հետ քննարկում անեմ այդ մարդկանց հետ, ոնց անեմ, որ դրանց բացահայտեն ինչ պետք է անեն։ Այս մարդը զարմանում է, որ իրանից դառնում պահիտակ, ասում է պարոն Ղուկասյան, ես գիտեմ, որ դուք ինձ պահիտակ փորձեցիք։ Ու այդ բառերը ամբողջությամբ հանել են հետևի բառերը։ Դիմաց երկու բառը դրել են, որ ես փորձում եմ այդ մարդուն, թե հանկարծ կարող է դու ինչ-որ մի բան առած լինեք, բանես կոմենտով։ Գիտեք ինչ կա, եթե նստեք հեքիաթ պատմեք, հեքիաթը կարելի է, եթե հեքիաթ է սպառում կամ անեկդոտ։ Այդ անեկդոտը կարելի է այնպես կողքինները ուրեմն ջնջեն, մի երկու բաներ, այս վերջի արհեստական բանականությամբ ավելացնել ու բերել քերական գործառույթ։ Չնայած գկա Գասպարյան Հենդրիկը եւ մնացած բոլոր վկաները իրենք բարձրաձայն կկանգնեն ու կասեն, որ Ղուկասյան Վարդանը նմանատիպ մարդ չի եղել եւ դրա համար էլ այս քաղաքը այդպես կառուցել է։ Իսկ ինչ մնում է այդ շնթույլտվություն տալ, չտալ նախկինների կողմից եկել է բոլորը տվել են։ Բացի դրանից կա ուրբան, ուրեմն համակարգ, որ քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի։ Ընդդուպ է ձայնագրության մեջ ֆիքսում է, որ նրանք ասում են, որ քաղաքապետարանը այստեղ լիազորություններ չունի։ Քաղաքապետարանը եթե լիազորություններ չունի, որպես ինչ են կաշառք տալիս քաղաքապետարանը։ Այդ մեկ ամենակարևոր բաներից մեկն եմ ասում։ Հետո այնտեղ խոսում են շինարարի հետ պայմանավորվում են, որ մի քանդեն, թողնեն, իրանք իրար մեջ ասում են, նրա աղջիկը, ուրեմն նախագծային ինչ բանը կառույց ունի, ինքը այնտեղ գումար է տվել, առել է, բան է արել, իրար հետ պայմանավորվել են, էս են անում, ինչ նախնական պայմանավորվածություններ, այսպես սիրում, բերում, հացնում են։ Վերջին մի քիչ աստծուց է վախ պետք ունենա։ Ես ամեն ինչ հասկանում եմ չնայած։ Հիմա ես ամեն ինչներ եմ հասկանում, որ ավելացրեք, որովհետև դիմացի ընտրությունները, բայց մի բան եմ ասում։ Ինչքան ինձ պահեք, դիմացի ընտրություններին զերոյական է լինելու ՔՊԻ-ի ռեյտինգը, սա բարձրացնում է։ Շնորհակալություն, մնացած է դատավարական ժամանակ ամեն ինչ կերևա։ Դրան արձանագրում է, որ պաշտպանության կողմը հանդես
դատի կապվածման խոսքով, հաշվի առնելով, որ ապացույցների հետազոտման այս դատական լիստով հնարավոր չի անցնել, հաշվի առնելով, որ արդեն իսկ նախատեսվել է, որ պետք է սկսվի վկաների հարցաքննության, դատարանն արձանագրում է, որ մարտի 24-ին ժամը 16:30-ին նշանակված դատական լիստին կհրավիրվեն Հենրիկ Արամիկ Գասպարյանը և Սևակ Կարմենի Կոնցյանը։ Դատական լիստը հետաձգում նշանակվեցին թվականի մարտի 24-ին ժամը 16:30։ Լավ եղեք, մի հնչվող տեսակ չենք, հնչվող տեսակ չենք, ավելի ստորանում ենք, գնում ենք, կողմարտիկ մտածեն, որ կնուքները կապ մանին գալու հետագայում, այսպես չի մնալու, ամենվաղ կերեք, երան չի վեր, լավ եղեք, հաջողություն, Պապուկացիան դեր կալանքի է տարածման քաղաքական է կարծիք համարում։ Ինչ? Կալանքի է տարածման այո, միանշանակ քաղաքական պահ վեր, ձերքետ անգին, հաջողություն,